Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես կաթողիկոսի հեռացումից հետո հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի կետերից մեկն է, որ եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադառնա հոգևորականի բարեվարկության կանոններին եւ դրանց պահպանման երաշխիքներին։ Այս մասին Facebook-յան տեսաուղերձով հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է դա կարևոր։ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման իմ առաջարկած ճանապարհային քարտեզի երկրորդ A կետը նրա մասին է, որ եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադարձ ունենա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականի բարեվարկության կանոններին եւ դրանց պահպանման երաշխիքներին։ Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ այսօր ըստ էության Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի բարեվարկության կանոններ գոյություն չունեն, այսինքն մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի հոգևորականը իր ամենօրյա գործունեության եւ կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։ Ընդ որում խոսքը վերաբերվում է թե ամուսնացյալ, թե կուսակրոն քահանաներին, ընդ որում ես կարծում եմ, որ նաև եպիսկոպոսած դասը, հոգևոր դասը պետք է քննարկի եւ որոշման գա մի հարցում արդյոք պահպանվում է կուսակրոնության ինստիտուտը, թե չի պահպանվում։ Եթե պահպանվում է արդյոք դա բացարձակ պայման է, պարտադիր պայման է եպիսկոպոս լինելու համար, թե կարող են լինել ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ եպիսկոպոսներ։ Բացի սրանից, եթե կուսակրոնության ինստիտուտը պահպանվում է, պետք է նաև հստակ պարզաբանվի, իսկ թե ինչ է դա նշանակում, որովհետև հիմա վերջին ամիսներին մենք հասկանում ենք, որ զանազան մեկնաբանություններ անելու փորձեր կան եւ պետք է հարցերին շատ հստակ պատասխան ունենալ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս հարցերը հոգևոր դասը պետք է ինքը քննարկի եւ որոշի։ Այստեղ խնդիրն այն է, որ ինչ էլ քննարկի եւ որոշի, այդ կանոնները պետք է հրապարակվեն եւ հանրությանը հասանելի լինեն եւ երկրորդը պետք է նաեւ մեխանիզմներ լինեն բարեվարկության այդ կանոնները պահպանելու, դրանց հետևելու։ Պետք է հստակ լինի, թե վարքականոնի, բարեվարկության որ կանոնի խախտումն է, որ բերում է հոգևոր ծառայության հետ անհամատեղելիության, որոնք են, որ կարող են ունենալ ավելի մեղմ հետևանքներ եւ բացի դա հանրությունն էլ պետք է իմանա, թե որևէ հոգևորականի բարեվարկության հետ կապված կոնկրետ խնդիրներ ունենալու դեպքում փաստեր ունենալու դեպքում որ մարմնում է, որ այդ փաստերը կարող է բարձրացնել եւ ստանալ հարցերի պատասխանները, ընդ որում սա վերաբերվում է թե անհատին, թե հանրությանը, որովհետեւ շատ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն։ Ուզում եմ հիշեցնել, ես այսպիսով մեկնաբանում եի իմ առաջարկած ճանապարհային քարտեզի երկրորդ A կետը, հաջորդի մյուս կետերին նույնպես կանդրադառնա։ Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է օրենքով սահմանված գործունեությունը։ Լրագրողների հետ զրույցում ծառայության փոխտնօրեն Եսայի Մկրտչյանն է անդրադարձել հարցին, թե արդյոք Հայաստանում կա մեկը, որն ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի, գնդապետի, գեներալի։ Նման հայտարարություն, հիշեցնեմ, ազգային ժողովի ամբիոնից արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատի ունենալով կաթողիկոսին։ Եսայի Մկրտչյանը չի պատասխանել հարցին, արդյոք կաթողիկոսի անունը զեղչել է մտնում է ԱԾ լիազորությունների մեջ։ Ըստ էության ձեր գործունեությունը շատ նման է մեր գործունեության, այսինքն մենք բոլորս կներեք, բայց ոչ մեկ։ Բայց ես ձեզ չէի ընդհատում, երբ որ դուք հարց եք տալիս։ Մենք բոլորս անում ենք մեր աշխատանքը եւ տեղեկատվություն ենք հավաքում, հավաքագրում տեղեկատվություն, որը օբյեկտիվ պետք է լինի եւ մաքսիմալ ճիշտ գնահատվի։
Բայց փաստորեն նոր գործառույթի մասին խոսեց վարչապետը, ասելով, որ գնում խնդրում է ԱԱԾ-ն, մենք չգիտենք, որ Մենք հիմա խնդրում են։ խոսում ենք մեր նոր գործառույթի մասին, այսինքն խոսում ենք ազգային անվտանգության ծառայությունում արտաքին հակահետախուզության մասին։ Եթե դրա շրջանակում խնդրեմ։ ԱԱԾ-ն ունի գործառույթ հայ առաքելական եկեղեցու տարիներ շարունակ հնչող այդ պատարագի Ես էլ ձեզ հերթական անգամ պատասխանում եմ, եթե ներկայացված գործառույթների, ներկայացված օրինագծերի սահմաններում ունեք հարցեր, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Շարունակենք, սահմանին վիճակը հանգիստ է, տոներին ծառայությունն ավելի զգոն է, բայց պաշտպանության նախարարը չի կարծում, թե կարող է լարվածություն լինել։ Լրագրողների հետ զրույցում Սուրեն Պապիկյանն ասել է, որ հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, քամին, բուքը, այսօր զինված ուժերը այլ մտահոգություններ ունեն, օրինակ քամին ու բուքը։ Նախարարն ասել է, ամեն ինչ արվում է, որ բանակային դիրքեր տանող ճանապարհները մշտապես բաց լինեն։ Չեմ կարծում, որ հիմա ինչ որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է եւ պատրաստվում ենք ամանորին, այո, տոնական օրերին բնականաբար ծառայությունը ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաեւ եղանակային պայմանները, քամին, բուքը, այլ մտահոգություններ ունի այսօր զինված ուժերը եւ մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված։ Այսինքն հիմա քամին ու բուքն է խնդիրը։ Այո։ Ինչ է կանում, բայց դեպիսի տեղեր հիմա այսօր։ Այո, եթե Երևանում կամ մեր մարզերում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաեւ ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Իսկ եղանակի դեմ ո՞նց եք պայքարում այդ դեպքում։ Հետևողականությամբ մեր բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են եւ բանակային դիրքեր տանող ճանապարհները ամեն ինչ արվում է, որ մշտապես բաց լինեն։ Հայաստանի նկատմամբ իհարկե հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնեն եւ տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների ազդել ընտրությունների վրա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարարն է հայտարարել, անդրադառնալով լուրերին, որ Հայաստանը Եվրամիությունից օգնություն է խնդրել ընտրություններին արտաքին միջամտությունները կանխելու համար։ Գևորգ Պապոյանը նաև պատասխանել է հարցին, արդյոք հիբրիդային պայքարում Հայաստանն ունի Եվրամիության կարիքը։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իհարկե հնարավոր են լինեն հիբրիդային հարձակում, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնել եւ տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք որ տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա եւ կամ որոշակի երկրներից, որոնք որ ուրեմն թիրախային այսպես չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինի ազատ ժողովրդավարական ընտրություններ եւ ժողովրդի կողմից ուրեմն ընտրված իշխանություն եւ բնականաբար երկրների սուվերեն իրավունքն է եւ պաշտպանել այդ պետությունների եւ ժողովուրդների շահը եւ ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որպեսզի մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը եւ մեր պետությունը պաշտպանենք։ Այսինքն Ռուսաստանն է Հայաստանում հիբրիդային պատերազմ տանում, թե Եվրամիությունը։ Ես որևէ երկրի կամ տարածաշրջանի անուն չտվեցի, ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անձ կլինի դա տարբեր նախկին պաշտոնյա, օլիգարխ, այլ երկրի, թե որևէ այլ, էական չի ինձ համար։ Եթե նա փորձի ազդել Հայաստանի Հանրապետությունների ընտրությունների վրա կեղծիքների, փողի, ընտրակաշարքի, կեղծ լուրեր տարածելու, տարբեր տեսակի ընդհանրապես ժողովրդավարության վրա տարբեր հարձակումներով, ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլ ժողովրդավարության պարտավորությունն է պաշտպանել իրեն եւ ժողովրդավարությունը դրա համար պետք է ունենա այո փող, դրա համար պետք է ունենա անհրաժեշտ ուժ, պետք է ունենա գիտելիքներ եւ անհրաժեշտ ժամանակին գործի կտրուկ եւ հատուկ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է անդրադարձել Եվրամիության աջակցությանը։ Նրա կարծիքով իշխանությունը գումարն օգտագործելու է սեփական կարիքների համար, այդ թվում ընդդիմադիրների դեմ գործողությունների։
Դուրս է գալի, որ Հայաստանի իշխանությունները համենայն դեպս նաև հերկումը չկա, Հայաստանի իշխանությունները այդ գումարները, այսպես ասած, քերում են Եվրոպայից սեփական կարիքների համար։ Այդ հիբրիդային պատերազմ ասելով իրենք այդ ամբողջ այդ նյութական ռեսուրսը գումարը օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պահարակելու, խարազանելու եւ մնացած այլ գործողությունների համար։ Այսինքն միջև հիմա ինչ է այդ կեղծ ապատեղեկատվությունը, նաև շատ է խոսում ֆեյքերի պոակ կոչվածի մասին, այսինքն ամբողջ ռեսուրսը դրա վրա օգտագործվելու է եւ ամենավատը հենց դրանում է, որ այդ միջոցները օգտագործվելու է հենց դրա դեմ եւ արդեն եթե չեն հերքում, դուրս է գալիս, որ հաստատում են այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը կոնկրետ այս խնդրանքով դիմել է։ Ես ուզում եմ նաև սրբազան պայքարի ժամանակ դուք հիշեք, որ մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել, որ շատ մեծ միջոցներ է ուրեմն ուղղվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլախոհներին, հակառակ թևի մարդկանց, այսպես ասած տեղեկատվական է տերորի ենթարկելու գործընթացը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը վաղը կտեղափոխվի Իզմիրլյան բուժկենտրոն, որտեղ պետք է վիրահատվի։ Այսօր նրա գործով դատական նիստը հետաձգվել է հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով։ Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ եւ խնդրել ամբողջությամբ բեկանել վճիռը, կայացնել նոր դատական ակտ, ճանաչել եւ հռչակել անմեղությունը։ Դատավոր Էդգար Մանասյանը հայտարարել է, որ դատախազները հայտնել են, թե դատական նիստի օրվա եւ ժամի մասին ծանուցագիր չեն ստացել, ինչի պատճառով չեն ներկայացել։ Սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ բողոքը կքննարկվի 2026-ի հունվարի 13-ին ժամը 3-ին։ Այս տարվա ընթացքում բողոքի քննության անցկացումն անիրատեսական է, քանի որ պատկերացում չկա, թե Միքայել Սրբազանը երբ կապակինվի եւ կկարողանա մասնակցել նիստին։ Նույնիսկ առանց ապացույցների գնահատման պետք է արդարացում տեղի ունենար եւ վերաքննիչ դատարանն այլ հնար չունի օրենքի իմաստով կամ բեկանելու դատական ակտը։ Իհարկե մենք հասկանում ենք այս գործով ինչա տեղի ունենում եւ իրավական գործընթացները կարող է հանկարծ այն հունով չթան ոնց որ պետք են, բայց օրինակ ընդդատության կանոնի խախտում է, որ դատարանը Գյումրի Շիրակի մարզի Հայաստան դատարանի ենթակագործը քննել է Երևան քաղաքում։ Սա տեխնիկական է համարվում։ Սա բացարձակ տեխնիկական չի, այնքան տեխնիկական չի, որ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի հիմք կա, որոնց դեպքում պարտադիր բեկանման ենթակա է, օրենքում որ օրինակ եթե մնացածը գնահատման ենթակա են, սա գնահատման չի, այս փաստը կա, վերաքննիչը պարտավոր է բեկանի, այսինքն այդ աստիճանի կարևորություն ունի։ Վերաքննիչի կազմի մասով ինչ կարծիք ունի, ինչ կազմի մասով Մասից Մելքոնյանը չէ, էլի Եկեք այս պայն մենք դրա մասին կազմի մասով բան չասենք, որովհետև հաջորդ նիստերին մենք կոնկրետ կունենանք ասելիքներ եւ դուք կլսեք։ Դատախազությունը եւս բողոքարկել է, թե չէ։ Բողոքարկել է։ Ինչ է ուզում դատախազությունը։ Ասում են, որ 2 տարին քիչ է, 2.5 տարի է պետք, այստեղ ձեզ ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ օրենքը ասում է, այս հիմքով կարող է բեկանվել դատական ակտը, եթե ակնհայտ անարդար է։ Այսինքն 2 տարի թե 2.6, այսինքն 2 տարի 6 ամիս դատախազության կարծիքով 2 տարին ակտային անարդար է, ակնհայտ եւ պետք է 2 տարի 6 ամիս լինել։ Ակնհայտ է, չէ՞ որ այստեղ աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չուներ։ Մենք արդարադատության ակնկալիք մշտապես ունենք եւ նույնիսկ այն ամենաանհեռանկարային ու վատ դատավորից այստեղ վերաքննիչ դատարանում նույնպես արդարադատության ակնկալիքով ենք եկել, բայց թե ինչ որոշում կկայացնի դատարանը իհարկե ժամանակը ցույց կտա։ Տիկին Ֆարմանյան, օրերս մեր մտավորականներից մեկը հանրայինի եթերում Միքայել Սրբազանին ճիպոտա հարելու այսպիսի առաջարկ էր անում, թեպետ հետո ասաց, որ նա կատակել է, բայց այնուամենայնիվ նրա խոսքը հնչել է հանրայինի եթերում։ Սա բռնության կոչ չի, ասում էր իրանից այս մեթոդը պետք է ներմուծվի եւ ճիպոտահարվի Միքայել Սրբազան։ Սա բռնության կոչ չի, սա ինչ հետևանք պետք է ունենա։ Իհարկե ես լրատվամիջոցներով ծանոթացա, հետո ես չէի ճանաչում այդ մտավոր, հետո պարզեցի, որ հա, այդպես փնտրեցի, պարզեցի, շատ ցավալի է, որ մեր հայաստանյան իրականության մեջ մտավորականը նախ իրեն թույլ է տալիս նման անհեթեթ եւ անհոդաբար խոսակցություն, առհասարակ հանրային հարթակում կլինի, միջանձնային խոսակցություններում կլինի,
Այսինքն մենք այդ մտավորականի կարծիքով պիտի նահանջ արձանագրենք իրավակարգից եւ գնանք ինչ-որ այսպես ռեպրեսիվ գործողությունների դաշտ ու փոխադարձ հարց ունեմ, հա, տվյալ անձնավորությանը, իսկ իր կատարած արարքի համար մենք քանի ճիպոտ պիտի օգտագործենք եւ ինչ պարբերականությամբ։ Հակակոռուպցիոն քրեական դատարանում էլ շարունակվել է Գյումրու նախկին համայնքապետ Վարդան Ղուկասյանի եւ մյուսների գործի քննությունը։ Պատշաճ ծանուցված, բայց չներկայացած վկաների նկատմամբ դատարանը որոշել է սանկցիա կիրառել հարկադրաբար դատական նիստին ներկայանալու ձևով, իսկ մյուս երկու վկաների դեպքում ապահովել պատշաճ ծանուցումը։ Վկաների բացակայությամբ պայմանավորված դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը դեկտեմբերի 25-ին ժամը 12-ին է։ Ամբողջ դատական համակարգը այսպիսի խառնաշփոթի մեջ են մցրել, այսինքն նույն մեղադրյալի համար, կալանքի գնացողի համար կանխատեսելի չէ վերջ ի վերջո օրենքով սահմանված որ դատարանը պետք է իր գործը քններ, մինչդեռ այս վարույթներով երբ զանգվածային անկարգության մեղադրանք է, ինչ կապ ունի հակակոռուպցիոն դատարանը։ Իդեպ ասեմ, այս զանգվածային անկարգության այս մեղադրանքներով գեթ մի անձ չի տուժել, այսինքն չկան տուժածներ, ոչ մի բան չկա, բայց կա զանգվածային անկարգության ինչ-որ մեղադրանքներ եւ մեղադրանքներով կալանավորված այս պահի ընտրությամբ կարող է սխալվեմ 40-ից ավելի կալանավորված մարդիկ։ Այսինքն մենք գործ ունենք մի արտակարգ դրության հետ եւ այլևս ոչ մի բանի վրա պետք չի զարմանալ, եթե կարող են Հայաստանի Հանրապետությունում կին լրագրող օրինակ իր գործնեության համար կալանավորել, եթե կարող են 8 ամսական երեխային կալանավորել, ապա պետք չի զարմանալ, որ կարող են ստեղծել իրենց քիմքին հաճելի արտակարգ դատարաններ, որոնց պետք է քննեն այդ գործերը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Այշայբանիի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Սիրիայում ԱՄՆ զինծառայողների դեմ ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել են 2 ամերիկացի զինվորներ եւ 1 քաղաքացիական թարգմանիչ։ Պետդեպարտամենտի փոխանցմամբ Սիրիայի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել եւ վերահաստատել Դամասկոսի հանձնառությունը քայքայելու եւ ոչնչացնելու իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման սպառնալիքը։ Նշենք, որ օրեր առաջ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սիրիայի եւ ԱՄՆ-ի միացյալ ուժերը հարձակման են ենթարկվել Պալմիրայի շրջանում։ Ընդդիմադիր պահպանողական քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստը հաղթել է Չիլիի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում։ Այդ մասին են վկայում այն արդյունքները, որոնք հրապարակվել է երկրի ընտրական ծառայության ընտրատեղամասերի 83.43%-ից ստացված ձայների հաշվարկից հետո։ Կաստի օգտին է քվեարկել ընտրողների 58.61%-ը։ Նրա մրցակիցը Ժանետ Խարան, որը ներկայացնում է կառավարող Միասնություն Չիլիի համար ձախակենտրոն կոալիցիան, ստացել է 41.39%-ը։ Նա արդեն ընդունել է պարտությունը եւ շնորհավորել Կաստին հաղթանակի առթիվ։ Կաստը հանդես է գալիս տնտեսության մեջ կառավարության միջամտության կրճատման եւ հանցավորության եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի ավելի խիստ միջոցների օգտին։ Նա խոստանում է իջեցնել կորպորացիաների շահույթի հարկերի դրույքաչափը, կրճատել պետական ծախսերը եւ արգելափակոցներ կառուցել Բոլիվիայի հետ սահմանին։ Չիլիի ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի 2026 թվականի մարտի 11-ին 4 տարի ժամկետով։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ ԱՄՆ նախագահի Փեսայի Ջարեդ Քուշների ուկրաինական պատվիրակության հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան պլանի շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով։ Ներկայացուցիչները խորը քննարկումներ են անցկացրել խաղաղ կարգավորման պլանի, տնտեսական ծրագրերի եւ այլ հարցերի շուրջ։ Գրանցվել է նշանակալի առաջընթաց։ Այս մասին նշել է Ուիթքոֆը։ Նշվում է, որ Բերլինում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպումը տևել է 5 ժամ։ Ուկրաինան սև խոռոչ է, որում անհետանում են միլիարդավոր եվրոներ, ռացիոնալ տնտեսական մտածողություն եւ Եվրամիության կայուն ապագան։ Այս մասին գրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Իր էջում տեղադրված տեսանյութում նա կրկին արտահայտել է իր դեմ լինելը Եվրամիության կողմից Ուկրաինային ռազմական կարիքների համար միջոցներ տրամադրելուն։
Եթե դուք Եվրամիության առաջնորդների հանդիպումներում ասում եք, որ չեք ցանկանում միջոցներ տրամադրել զենքի համար, ապա դառնում եք վատ մարդ, քանի որ կա ընկալում, որ զենքի համար միջոցներ տրամադրելու պարտավորություն կա, նշել է Ֆիցոն։ Ըստ նրա, Եվրամիությունը ապրում է ճգնաժամ։ Եվրամիության առաջնորդները կրկին փորձում են խափանել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները եւ մտադիր են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն։ Նա կարծում է, որ այժմ տեղի ունեցողը նույնն է, ինչ տեղի է ունեցել 2022 թվականին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո եւ նույնը, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում 2025 թվականի օգոստոսի 15-ին կայացած հանդիպումից հետո։ Եվրոպացիները, Բրյուսելի պաշտոնյաները եւ արևմտաեվրոպական քաղաքական գործիչները ցանկանում են խափանել խաղաղության բանակցությունները։ Արևմտաեվրոպական քաղաքական գործիչներն այժմ գրեթե բացահայտորեն զբաղվում են սադրանքներով եւ ցանկանում են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, նշել է Սիարտոն։ Սիդնեի լողափում իրականացված հրաձգության զոհերի թիվը հասել է 16-ի, 42 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նոր հարավային Ուելսի վարչապետ Քրիս Մինսը հայտարարել է, որ դեկտեմբերի 14-ին Սիդնեի Բոնդի լողափում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 16 մարդ։ Նա նշել է, որ զոհվածները 10-ից մինչև 87 տարեկան էին։ Երկու հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը գտնվում է հիվանդանոցում, վիճակը համարվում է կայուն։ Նոր հարավային Ուելսի ոստիկանության կոմիսար Մել Լենյոնը հայտարարել է, որ ոստիկանները չեն փնտրում երրորդ կասկածյալի։ Կարող եմ ասել, որ մենք ուրիշ հանցագործիչ չենք փնտրում։ Երեկվա միջադեպին մասնակցել են 2 հանցագործ, նշել է կոմիսարը։ Լողափում հարձակվողները եղել են 50-ամյա հայրը եւ 24-ամյա որդին։ Ոստիկանության կոմիսարը նաեւ հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 2 սովորական պայթուցիկ սարք, որը բարեբախտաբար գործի չի դրվել։ Ինչպես հաղորդվել է, գնդակոծությունը սկսվել է այն պահին, երբ լողափում տոնում էին հանուական հրեական տոնը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, օդի որակը լավացել է, պատճառը Երևանից տարածաշրջան ներթափանցած հյուսիսային քամին է։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ է զեկուցվել։ Նշվել է նաև, որ չեն բավարարվում միայն նրանով, որ կա ցիկլոն կամ անտիցիկլոն։ Հավաքանու նիստով 2 որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ են ներկայացվել, նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները։ Փոփոխություններից մեկը վերաբերելու է շինհրապարակներում լրացուցիչ սահմանափակումներ կիրառելուն, մյուսը լրացուցիչ փոփոխություններ են, որոնք պարտադիր բարենորոգման նորմեր են ենթադրում։ Այն կիրառելի է դառնալու նաև հանքավայրերի նկատմամբ։ Օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել, զգալի այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։ Երեք առավոտյան կազմում էր 29, շուրջ մինչև 30, այսօր 65 եւ 8 PM 2.5-ի ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, երբ շարունակաբար ներկայացնում ենք օդի որակի մասին տեղեկատվություն եւ նշում ենք, որ այո եւ մարդածին եւ բնական ուրեմն ազդեցությունների հետևանք է տիրող իրավիճակը, նշեմ, որ առաջիկա հավաքանու նիստով, այսինքն չենք միայն բավարարվում նրանով, որ կա ցիկլոն կամ անտիցիկլոն, հավաքանու նիստով 2 հավաքանու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ ենք ներկայացնելու, նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները, մեկը վերաբերելու է հավաքանու 405N որոշմանը եւ լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ եւ երկրորդը 48N հավաքանու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ են, դա պարտադիր բարեկարգման նորմերն են, որոնք կիրառելի ենք դարձնելու նաեւ հանքավայրերի վերաբերյալ։ Պարոն Խոջյան, դուք քաղաքում շինարարությունը չեք կանգնեցրել, չէ՞։ Ոչ։ Պարոն Հարությունյան, դուք քաղաքում ավտոմեքենաները բոլորը չեք արգելել, չէ՞։ Ոչ։ Պարոն Բեգոյան, դուք շարունակում եք ձեր ծրագրերը եւ դժվար թե հազարավոր հեկտարներով կանաչապատ նոր տարածք ստեղծած լինեք քաղաքում։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, իրականում օդի որակի խնդիրը Երևան քաղաքում մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով եւ մեր աշխարհագրական դիրքով, բայց ինչպես ճիշտ Տիկին Հայկազյանը նշում է,
մենք ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա եւ այդ առումով ամբողջապես այն աշխատանքները, որոնք որ արվում են, կարծում եմ, են որոշակի ազդեցություն թողնելու են, բայց ինչ վերաբերում է գլոբալ փոփոխություններին, մենք այնուամենայնիվ պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևան քաղաքից դուրս, որպեսզի կարողանանք թեկուզ որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք որ բերում են այդ սմոգը, այդ օդը դեպի քաղաք, շատ դժվար բան եմ ասում, բայց կարծում եմ իրագործելի բան է եւ այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Պրեմիերա Նոր Հայաստանի եթերում այսօր 22:30-ին ցուցադրվելու է նմանակները ֆիլմի առաջին ու երկրորդ սերիաները։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլաղջյանն է, սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանը։ Հայկական սերիալ էի նայում, ներվայնացա։ Էս ինչ էր Արտո։ Քինաչու գործ են արել։ Արագան պրդու ես այ ախերիստ։ Կե շադակը ֆուրտալի, ամեն ինչ քեզ ասում է։ Չէ, քիչի կակազը պերեբոյկը։ Հոբոնա։ Շաբաթ ժամանակ ունես, ֆրա։ Դավայ գնացին։ Եվ վաղը կեսօրին առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, մայրաքաղաքում մինչև դեկտեմբերի 19-ին եղանակը կլինի առանց տեղումների։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-ից 4 նիշով։ Գագիկ Սուրենյանը ձմեռային լուսանկար է հրապարակել գրառմամբ, որ նման ձմեռ վերջին անգամ եղել է 2017 թվականին։ Այսքան է դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունը բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։